Նետանյահուն շատ մեծ սխալ արեց, երբ որ փորձեց եւ հարվածեց փաստացի Համասին կատարում։ Եվ այդ հենց դրանից հետո անուղակի ճնշում տեղ ունեցան Պարսից արաբական երկրների կողմից Միացյալ Նահանգների վրա, որ սա արդեն կարմիր գիծ է, սա ընդունելի է եւ այս կարա արդեն բերի լուրջ խնդիրների։ Դե Միացյալ Նահանգների ներսում էլ, որովհետեւ Քաթարում ամերիկյան ռազմաբազաներն են։ Դե հասկանում են, որ սա արդեն խնդիր էր Միացյալ Նահանգների երաշխիքների մասին։ Եվ հիշեցնեմ, թե դրանից հետո ինչ տեղի ունեցավ, որովհետեւ շատ հաճախ սա առնվազն ինչ որ ես եմ տեսել մեր մոտ մի քիչ անտեսեցին այս հարցը։ Դոնալդ Թրամփը կանչում Բենյամին Նետանյահուին սպիտակ տուն։ Նստում է իր կողքը, տալիս է թուղթ եւ տալիս է հեռախոսը։ Եվ ասում է դու հենց հիմա պիտի կատարի ղեկավարին զանգես, սա համարը հավաքել եւ պիտի կարտաս այն ներողությունը, որը ես քո համար գրել եմ։ Եվ Նետանյահուն փաստացի դա արեց, որովհետեւ արդեն այլ օպցիաներ, հնարավորություններ ինքը չուներ։ Եվ դրանից հետո Թրամփը փաստացի սկսեց պարտադրել Նետանյահուին եւ Համասին գնալ զիջումների, որտեղ բոլորը հասկանում են, որ սա գուցե Իսրայելի համար զիջում չէր, որտեղ Իսրայելի հասարակության հիմնական պահանջը վերադարձնել գերիներին, այլ պահանջ հասարակության կողմից այս մակարդակի չկա։ Նետանյահուի համար դա զիջում էր, որովհետեւ Նետանյահուն իր գործընկերների հետ, ծայրահեղ կրոնական կոալիցիայի գործընկերներ նախատեսում են գազային մանել այն, ինչ որ Ադրբեջանը արեց Արցախում։ Եվ դրա մասին բաց խոսում են, կատարել էթնիկ զտում, գրավել տարածքը, տիրեն եւ այլն։ Փաստացի իսկ հիմա Իսրայելը մի մաս գազայից դուրս է գալիս եւ ի վերահսկողություն տակ մնում է 51-ից 53%։ Եվ հետո դրանից փուլային էլի պիտի ընդհանրապես դուրս գան։ Ըստ ռազմական եւ ռազմավարական տեսանկյունից իրենց պլանների դա ձախողում է, այլ ոչ թե հաջողություն։ Համասը, այո, ստացավ իր համար հնարավորություն զենք կրել, եւ Թրամփը դրա մասին որ ինքնաթիռում էր, ասաց, որ այո, այնտեղ որոշակի ոստիկանական ֆունկցիաներ իրանք իրականացնեն, որ էլի Իսրայելի համար մեծ խնդիր էր։ Բայց Համասը փաստացի զիջեց այն առումով, որ ընդունեցին, որ ապագայում իրանք իշխանություն չեն լինելու, մի մասը ընդհանրապես Գազայից դուրս կգան եւ այլն։ Թրամփը բոլորին պարտադրեց։ Եվ հիմա Նետանյահուի ձեռքերը արդեն ոչ միայն ավելի ազատ կլինեն, այլ Նետանյահուն ավելի շատ խնդիրներ ներսում կարող ունենալ։